Շատ լավ, հիմա երեք դուք երեք է, չէ՞, այո, երեք մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների հետ հայտարարեցիք, որ հանձնաժողով եք ստեղծում, պարզ է նպատակը որն է, երկրում շարունակում է ավտորիտար, չգիտեմ, բռնապետական անգամ կարելի է ասել այսպես, բռնապետությունը թևածում է ամենուր, եթե դու քիչ առաջ այստեղ հյուր ունենք, շատ ճիշտ է ներկայացնում, եթե դու պատրաստ ես իրենց հետ համագործակցելու, լռելու, ապա քեզ կստի, ուրեմն առաջին հերթին նախ միանգամից կզրկեն աշխատանքից, մենք տեսնում ենք այդպիսի բաներ, տան անդամները կզրկեն, իսկ եթե դու հանկարծ խիզախում ունես որոշակի հակառակ կարծիք հայտնելու, պարզապես կհայտնվես բանտում։ Հիմա տեսեք թե ինչ արեցին Անդրանիկ Թևանյանի հետ, Արեգնաս Մանուկյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, էլ չեմ ասում մնացած բոլոր ուժեղ Հայաստանից շարունակում են 50-ից ավելի քաղբանտարկյալներն եւ ոչ միայն։ Հիմա այսօր Աշոտ Երկաթի մասին ենք մոռացել, տեսեք ինչքան մարդիկ կա, ովքեր որ պատրաստ չեն, այսպես ասեմ, երկիրը հանձնելու, փաստորեն մարդը շարունակում է այս բռնապետական իր քայլերը։ Որպեսզի մեր հասարակությունները հասկանա ընդհանրապես ինչի հենց հիմա որոշեցինք այդ անձնախումբը ստեղծել, իսկ ինչի նախկինում չէր ստեղծվում, ինչի նախկինում այդ խնդրեմը կար, չէ, բայց հիմա ավելի ակտուալ է դարձել։ Տեսեք, ընդհանրապես բռնաճնշումները, քաղաքբանտարկյալների խնդիրը Հայաստանը իր հիմնադրվանից 91 թվականից այսքան միշտ եղել է, այդ խնդրեմը եղել է։ Այնպես չի որ ոչ մի անգամ չի եղել, նոր ենք հայտնաբերում նման բան, չէ, բայց այսօրվա այս ժամանակահատվածի բռնաճնշումները անգամներով ավելի շատ են, քան նախկինում։ Հիմա շատերը կասեն, բայց ապացուցի որ այդպես է։ Հիմա ես փորձեմ ապացուցել, որ անգամներով ավելի շատ է։ Տեսեք, նախկին 3 նախագահների կառավարման ժամանակ երկիրը վարում էր քիչ թե շատ բալանսավորված քաղաքականություն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Այսինքն Հայաստանը մանրադրամ չէր, ոչ Արևմուտքի դեմ էր, ոչ Ռուսաստանի դեմ էր։ Այսինքն Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում էին Հայաստանում իրենց ազդեցության համար, բայց բոլորն էլ հասկանում էին, որ Հայաստանը պատրաստ չէ որևէ մեկի դեմ ակտիվ աշխատել, հա։ Դրա արդյունքում քանի որ այդպես էր, Արևմուտքը չէր դիտարկում այն ժամանակվա ղեկավարներն իրենց դրածոներին, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիր։ Այսինքն քանի որ դրածոներ չէին, երբ որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը կամ Սարգսյանը ինչ-որ քայլեր էին կատարում, ասենք դեմոկրատական համակարգի ճնշման բան, միանգամից արձագանք գալիս էր Արևմուտքից, ասում էին, թե դուք սխալ եք անում, մարդկանց չի կարելի մարդունակներ ճշտել, ստեղի տեղական հիմնադրումներն էին հայտարարություններով հանդես գալի եւ զսպում էին այդ process-ը, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիր։ Այսինքն այդպես էր խաղի կանոնը, այսինքն Արևմուտքը համարում էր փորձում էր աշխատել այն ժամանակվա Հայաստանի ղեկավարների հետ, բայց փորձում էր, որ այդ ղեկավարները հանգարց թե ինչ-որ քայլեր գնային, ավելի կոպիտ քայլերի գնային մարդունակներ հետ կապված, միանգամից արձագանքում էր, որտեվ ինքը շահ չուներ այս մարդկանց պաշտպանելու։ Միգուցե արձագանքում էր նաև իրենց շահերի տեսակետից կամ նաև անկեղծ էր արդեն մեկնաբանությունների հարցեր։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Հայաստանի ղեկավարը դարձել է Արևմուտքի մարդը։ Այսինքն ինքը ընկալում է ոչ թե ինչ-որ բալանսավորված կոմպրոմիսային քաղաքականություն է վարում Ռուսաստանի արևմուտքը, այլ ինքը համարում է Արևմուտքի մարդը, Արևմուտքը ասում է սա մեր համար պատմական շանս է, եւ այս մարդուն մենք պետք է մինչեւ վերջ աջակցենք, եթե ինքը Հայաստանը տանի Ռուսաստանի ազդեցությունը թույլատնելու ճանապարհով։ Ինքը ասում է, որ ես տանելու եմ թույլատնելու ճանապարհով։ Ֆոն դեր Լայենի հանդիպան ժամանակ ասաց, որ 2013 թվականի պատմություն չի կրկնվելու, հիշում եք այդ բանը ասեց, չէ՞։ Դա նշանակում է, դա մեսիջ էր, որ իրեն պետք է անվերապահ աջակցել։ Բայց քանի որ ինքը ունի խնդրեմ, ընտրությունների կապված խնդիր կա, կեղծիքների կամ բան կան, չէ՞, ինքը քանի որ ունի ներքին լեգիտիմություն, արտաքին լեգիտիմության պահանջ ունի ինքը։ Դա համար Ֆոն դեր Լայենին կալասին խնդրում է, ասում է ինձ աջակցեք դրսից, որպեսզի ես կոմպենսացնեմ իմ ներքին լեգիտիմության պակասը, հա։ Ինչ անշնորհքում աջակցեք, ասում է հետևելը, քանի որ ես այս մարդկանց պետքա բռնաճնշումներ իրականացնեմ, ինձ հիմնավորեք, որ ես այդ բռնաճնշումները ոչ թե դատապարտեք կամ զսպեք, այլ խրախուսեք։ Իրանք էլ ասում են մենք պատրաստ ենք խրախուսել։ Ստեղծված է գաղափար, որ քանի որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է տանում Հայաստանի դեմ, Հայաստանը իրավունք ունի հիբրիդային պատասխաններ տալ Ռուսաստանին։ Այդ հիբրիդային պատասխանների տակ ընկալվում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այսօրվա իշխանության հակառակորդներն են, բոլորին հայտարարում են Ռուսաստանի ներկայացուցիչներ եւ բոլորին ստանում են լեգիտիմ իրավունք ճնշելու
ձերբակալելու, կանոնավորելու, ճնշելու, բայց դա նշանակում է, որ ցանկացածին իմիջիալուս մենք հիշում եք մի քանի ամիս առաջ էինք խոսում սրա մասին, որ պատահական չի, որ ինքը հիբրիդային բառը գցել է, իբրև թե ռուսները եկել են այստեղ ինչ-որ բաներ, կոնկրետ Արևմուտք ու Եվրոպան խորհուրդը տվել են, թե ինքը այնքան խորամանկ է, շատ լավ հասկացա, որ վերջնական Արևմուտքը ինձ տա ձեռքերս բացի եւ ասի ազատ թողնի, ասի ինչ ուզում ես արա, ես հռչակում եմ հիբրիդային պատերազմ, այդ պարագայում բոլոր նրանք, ովքեր որ կնդիմախոս են, ես հայտարարում եմ ինքը գործակալը, հայտարարում եմ հիբրիդային պատերազմ, տանում եմ, գիտեք ինչ է, մի քիչ Եվրոպայում ինքը մոլորեցից, բայց այս ամենը իրանց սրտով է, որտեղ իրենք էլ ուզում էին, որ եվրոպացիները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում։ Այո, վստահ եմ։ Իրենք ասում են դու անում ես, մենք դու տալիս ես ստացել ես կարտ բլանշ անելու, մի պայմանով դու պետք է Ռուսաստանից ազդեցությունը անգամներով թույլատնես, Հայաստանը մտցնես մեր ազդեցության տակ։ Մեր ազդեցության տակ նշանակում է նաև Թուրքիայի ազդեցության տակ, որտեղ Եվրոպան չունի սահման Հայաստանի հետ։ Այսինքն այս քաղաքականությունը արդեն որոշված է եւ հռչակված է արդեն։ Եվ քանի որ հռչակված է, ինքը քանի որ նախկին ղեկավարները չունեն այդ կարտ բլանշը մեծ ռեպրեսիաներ անելու, իրենք չէին անում դա։ Մի կողմ թողնենք թե իրանք լավն են թե վատն են։ Իրենք խոսքի համարում են դա ձեր տեսել եք։ Մի ինչ որ ընդդիմախոսի փակել են, տերորիստական գործողություն ա եղել, դրանից առաջ էլ մարտի 1-ին ահաբեկչական բաներ ա եղել, այդպեսի բան չի եղել երբեք Հայաստանում։ Դրա համար եմ ասում, իրանք նույնիսկ եթե ուզենային էլ չէին կարող դա անեն, որտեղ իրենց զսպում էր։ Չեմ ուզում մեկնաբանեմ իրենք լավն էին թե վատ։ Իհարկե լավն էին եւ համեմատելու չի։ Անժելա ջան, հասարակի մեջ տարբեր գնահատականներ կան։ Ես արի վերանանք այդ գնահատականները, ասում եմ հետեւյալը, այդ մարդիկ չեն արել դա։ Եթե ինչու չեն արել։ Չեն ուզեցել, լավն էին կամ չեն կարացի անել։ Դա բայց փաստ արձանագրում որ չեն կարացի անել, չեն արել։ Սա անում է։ Քանի որ սա անում է եւ ճունի Հայաստանը այսօր առաջին անգամ մնացել է անպաշտպան։ Մի հատ ուրիշ կարևոր բան, ոչ միայն, չէ, ես էլ ասենք, էլի կապված է Նիկոլի հետ, ոչ միայն իրենք չէին արգելում, այլ ըստ Միքայել Մինասյանի մի հատ էլ փող էին տալիս, որ ընդդիմադիր լրատվամիջոց կոչեցյալ Նիկոլը կարողանար փող աշխատել, թերթը տպել, դա էլ հրապարակային ասել է։ Անցնենք այդ երկրորդական, երրորդական չի, եթե ինքը բանից խոսում։ Ես ավելի առարկայական բան եմ ուզում ասեմ։ Առարկայականը նույնպես եմ ասում, եկեք մենք կենտրոնական խնդիրները տարբերենք երկրորդական խնդիրներից։ Կենտրոնական խնդիրը կան նրա մեջ, որ Հայաստանը մնացել է անպաշտպան։ Այս քայլերի դիմաց ոչ մի խոչընդոտ չի մնացել։ Խոչընդոտ չկա, այսինքն Հայաստանում գործող մարդու իրավունքների հիմնադրամները իրանք շահկապված են արևմտյան համապատասխան կառույցների հետ եւ հրանք չեն ստացել, որպեսզի այդ խնդիրը լուծեն։ Այն ինչ որ նախինում արել են։ Հիմա դրա համար այդ շրջանակները փաստացի լուր են եւ ըստա մեկ անգամ ապացուցում է ինձ, որ փաստացի մենք կանգնած ենք լրիվ անպաշտպան վիճակի մեջ։ Դրա արդյունքում ըստ էության իշխանությունը ստացել է ինդուլգենցիա, ինչ ուզի անի։ Անդրանիկ Թեմանյանին ձերբակալեցին, անունը դրեցին պետական դավաճանություն։ Արմեն Աշոտյանին ձերբակալեցին, անունը դրեցին կոռուպցիա։ Չգիտեմ, ասենք Չալաբյանին ձերբակալեցին, անունը դրեցին, ես չեմ էլ հիշում թե ինչ են անունը դրել։ Ծառուկյանին ձերբակալեցին, էլի ինչ որ բազմաթիվ ինչ որ բաներ դրեցին, որը շատ ծիծաղել է։ Ծիծաղել է, તો փաստաբանը ներկայացրեց, որ այդ անձանց համար իբրև թե բան Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը որոշել է, որ այդ մարդը պիտի վճարի Գագիկ Ծառուկյանին 14.5 միլիոն չի վճարել, այսինքն հանցակազմը կա։ Արեգնազ Մանուկյանին կանոնավորեցին հայտնի գործի շրջանակներում, էլի հայտնի։ Էլի Գեղամ Մանուկյանը դրա պատասխանը տվեց անցած անգամ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, բայց մենակ իրանք չէ, բազմաթիվ մարդկանց էլ Դավիթ Ղազինյանին ձերբակալեցին, էլի անհասկանալի ինչ-որ բաներ։ Մի քանի 100 մարդ այս պայծրությամբ անցնում է։ Ավելին կարամ ասեմ, փաստաբանների գնահատականներով հազարներ են անցնում արդեն։ Տարբեր տիպի կարգավիճ հազարներով են անցնում։ Պարզապես բանտերում արդեն տեղ չկա, որպեսի մարդիկ բանանեն։ Սա այսպիսի իրավիճակ Հայաստանի պատմության մեջ չեղավ, բայց հիշենք, թե ինչպես ստացվեց դա։ 18 թվականին, երբ որ մարդիկ մեծ ոգևորությամբ Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ, չէ՞, տեսեք, դեմոկրատիայի դասական օրենքներից է այն է, որ դեմոկրատիան դա այն է, որ իշխանության մեջ պետք է լինի իշխանությունների տարանջատում, գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության, դատական իշխանության։ Իրենք պետք է անկախ լինեն, իրարից անկախ մեկը մյուսը չկարողանա ճնշել։ Հիմա 18 թվականի, երբ որ ինքը եկավ իշխանության, կարճ ժամանակ անց արտահայտ ընտրություններից արդյունքում օրենսդիր մարմինը իր տակ վերցրեց։ Հիշում եք այդ պատմությունը։ Գործադիրն ու օրենսդիրը միաձուլվեցին, փաստացի մեկ մարդը կառավարեց եւ օրենսդիրը եւ գործադիրը։ Ու ասում էր, ես եմ որոշողը։ Հաջորդ քայլը դատարաններին, դատարանները ասում են, որ քանի որ դրանք սաղ կոռումպացված են, նախկիններ բանեվալեն, հիշում եք, շրջափակեցին դատարանները եւ փաստացի դատարանները ճնշում արեցին եւ հիմա դատարանները ամբողջովին անցել են իրաց տակ։
Հաջորդ քայլը սահմանադրական դատարանն է։ Հիշում եք այն ժամանակվա նախագահան ասում էր, որ ես ստեղ սահմանադրական դատարանում պաշտպանում եմ Ղարաբաղի հրամատն եմ պահում։ Հիշում եք։ Շատերը չէին հասկանում, թե ինչ էր ասում Հրայրը Թովմասյան։ Բայց հիմա են գոնե հասկացել, որ այդ մարդը փաստացի ինքը սահմանադրական դատարանի անկախությունն էր պաշտպանում, որպես այդ սահմանադրական դատարանը լիներ այն ժամանակվա այդ ունենար, մենք հաստատ հիմա բարգավաճը 5% անցած կլներ, 4% անցած կլներ։ Հաստատ մենք այս բռնաճնշումների վրա, իդեպ ասենք բռնաճնշումների պարագայում սահմանադրական դատարանը իրանք ունի նաև մասնավոր անձանց խնդիրներ կանի։ Այսինքն հիմա հասկացաք ինչի հարձակվեց սահմանադրական դատարանի բոլոր դատավորների վրա եւ այսօր բերել է նախագահի իր բարեկամների վրա, բաների վրա։ Այդ ամենը դատավորների վրա, բոլորին հեռացրեց, չէ՞։ Հիմա փաստացի տեսեք գործադիր իշխանությունը իր ձեռի տակ է, օրենսդրի իր ձեռի տակ է, դատարանները իր ձեռի տակ է, սահմանադրական դատարանը իր ձեռի տակ է, ինչ է մնացել։ Մնացել են փաստաբանական համակարգը, սեփականաշնորհը եւ լրատվամիջոցները, չէ՞։ Հիմա փաստացի, եթե փաստաբանական համակարգն էլ ձեռ տակ վերցնի, իսկ փաստաբաններ չլինեն։ Պետությունը նշանակի փաստաբաններ շինծու բաներով, չէ՞։ Դա կլինի արդեն վերջը։ Կմնան վերջնականապես արդեն լրատվամիջոցները, դրանից հետո արդեն Հայաստանը կդառնա հյուսային Կորեա։ Հայաստանը կդառնա հյուսային Կորեա։ Գոյությունը դառնալու է անիմաստ։ Եթե մարդը մտածում է գամի բառ ասի, դրանից հետո գնալու են կալանավորեն, ձերբակալեն, էլ ինչի մասին է խոսքը։ Հիմա դրա համար, որպեսզի մենք կարողանանք կանխենք այս ամենը, ես պարզ ասեմ Հայաստանի քաղաքական դաշտից ես ոչ մի սպասում չունեմ։ Չեմ ուզում փակագծերը բացեմ, թե ինչի սպասում չունեմ։ Ես բազմաթիվ անգամ կոմոտել անալիզ եմ արել, թե ինչ էր պետք, որպեսզի կարողանար բանալ, բայց դա չգնաց այդ ճանապարհով, թե ինչի չգնաց process-ը այդ ճանապարհով, դա առանձին խնդիր է, ես կարծում եմ, որ այս փուլում իմաստ չունի, որ մենք դրա մասին խոսենք, բայց իմ համար ակնհայտ է, որ այս քաղաքական դաշտի, այս քաղաքական դաշտով որևէ շանս չկա դիմակայելու այս process-ներին, որևէ շանս չկա, ոչ իշխանապողության, ոչ նույնիսկ զսպման, ոչ մի բան, որտեվ այդ մարդկանց մտածողությունն ու պատկերացումները այլ են։ Իրանք չեն համապատասխանում ժամանակից պատկերացումներին, թե ինչպես կարելի է բան անել։ Դրա համար հիմա ես չեմ ուզում դրան։ Քանի որ քաղաքական դաշտի սպասում չկա, մնացել է մի բան՝ զսպել այս իշխանության ախորժակները մարդկանց կալանավորելու ձերբակալելու հարցում։ Դրա համար մենք ինչ ենք, մենք ստեղծել ենք այդ հանձնախումբը, այդ հանձնախումբը ստեղծելուց հետո մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ հանձնախմբով կարողանանք այսպես ասած առաջարկություններ ներկայացնել, առաջարկություններ տանել ասենք դեսպանատներին ցույց տալու։ Այսինքն լակմուսի թուղթ։ Դուք պետք է արտահայտեք ձեր դիրքորոշումը։ Դուք աջակցում եք այս process-ը, թե չեք աջակցում։ Դուք չեք կարող լռեք։ Մենք թույլ չենք տալու իրենց լռությունը շարունակվի։ Հաջորդը միջազգային բաներում շատ կազմակերպություններ կան։ Մենակ Amnesty International-ի կամ Human Rights Watch-ի տարբեր կա։ Հիմա մենք նաև միջազգային բոլոր կառույցներին ներկայացնում ենք Հայաստանի իրավիճակը։ Եվ այդտեղ արդեն այն կազմակերպությունները, որոնք ֆորմալ պաշտոնապես Բրյուսելի հետ կոորդինացված աշխատում են, իրանք կանգնելու են խայտարակության առաջ։ Կամ պետքա հաստատեն այս իրավիճակը, կամ պետքա խայտարակվեն։ Ուրիշ տարբերակ չկա, չէ՞։ Եվ դա արդեն կստիպի, որ Բրյուսելի այսօրվա բյուրոկրատիան, որը անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, իրանք էլ կարողանան որոշակի ինչ-որ զսպող դեր կատարեն։ Ուրիշ տարբերակ չկա, Անժելա, ես հավաստիացնում եմ։ Հայաստանում եթե մենք այս process-ը չտանանք, Հայաստանը ուղիղ 1 տարի հետո դառնալու է հյուսիսային Կորեա։ Դուք ուղղակի չեք պատկերացնում։ Բայց դուք ինքներդ ասում եք, որ ավտորիտար համակարգ նրանք կարողանում են պահել, որտեղ ազգային հենք կա, բայց այս իշխանությունը ապազգային է։ Դուք եք հիմնավորում, որ ապազգային իշխանությունը չի կարող։ Տեսեք, ճիշտ է ասում։ Նրանք նաև ունեն ռեսուրսներ, լավ, այս ռեսուրսները, ասենք Էրդողանը տալիս է, ինչ որ բաներ։ Երկարաժամկետ իմաստով ինքը չի կարա պայթուն է լինելու։ Բայց դրա պայթունի արդյունքում պետությունն է փլվելու։ Սենց ասում։ Ինքը կարա 1.5 տարի պահի սենց։ Հետո արդեն քանի որ ինքը ստանում է այդ լեգիտիմությունը դրսից, իրան ասում են դες քայլը կատարի, չէ՞։ Ցանկացած քայլ բերելու է պետության փլուզման։ Այդ պետության փլուզման արդյունքում մենք պատրաստ ենք պետության փլուզման արդյունքում։ Դե մենք մեր ժողովրդին բայց դե չենք բացատրում դա։ Մենք այդ մեր ժողովրդին չենք բացատրում։ Հիմա ժողովուրդը, տեսեք, մի հատ բան ասեմ, էլի, ժողովուրդը մեղավոր չի, որտեղ ժողովուրդը ուզում էր այլընտրանք, այդ այլընտրանքը չտեսավ։ Ուզում էր այլընտրանքը չտեսավ։ Ես չեմ ուզում փակագծեր բացեմ։ Այս ժողովրդի մեծ մասը մերժել է այս իշխանությանը, բայց չի տեսել այլընտրանք, չի կարացել։ Երևանի ընտրություններում մերժել է, Գյումրիում մերժել է, Վանաձորում մերժել է, Մասիսում մերժել է։ Չէ՞ թող իմանա, որ իսկապես Էջմիածնում մերժել է, այս ընտրություններում մերժել է։ Դրա համար մենք չանդրադառնանք այդ խնդրին, սա քաղաքական վերնախավի որակի հարցն է։
Ես sense ուրիշ բան չեմ կարող ասեմ, բայց հիմա անցնենք առաջ։ Քաղաքական վերնախավն ժողովրդից է ծնում, էլի քաղաքական վերնախավից է գալիս։ Դες ասեմ քեզ, որտեղից է ծնում քաղաքական վերնախավը։ Լավ, հիմա եկեք առանձին խնդիր է սա։ Ամերիկյան ժողովրդի մակարդակը այնքան ցածր է, բայց ամերիկյան վերնախավի մակարդակը շատ բարձր է։ Որ դուք անալիզները կարդաք ընդհանրապես 1000 տարի ինստիտուտներ են ձևավորել։ Այդ ինստիտուտները կան, այդ ինստիտուտները։ Դրա համար եմ ասում, ամերիկյան վերնախավի եւ ժողովրդի մեջ կա մեծ անջրպետ։ Որովհետեւ ասեցի, պետությունը ա եղել, պետությունը ինստիտուտներ ա ձևավորել։ Երկրներում էլ է։ Էլի պետությունը ա եղել եւ ինստիտուտներ ա ձևավորել։ Ինստիտուտները չկան։ Հիմա չկա, պետությունը չի եղել։ Հիմա ի վերջո Հայաստանում իշխանության գլխավոր աղբյուրը դա ժողովուրդն է։ Մենք պետք է, բայց հիմա մենք քանի որ չունենք համապատասխան վերնախավ, որպեսզի կարողանանք այդ ժողովրդի աղբյուրի միջոցով իշխանապողություն անենք, չկա այդպիսի վերնախավ, այդ գիտակցությունը ու պատկերացումը չկա։ Մենք կանգնած ենք վտանգավոր խնդրի առաջ, որովհետև այս իշխանությունը օգտվելով այս իրավիճակից շարունակելու է այս բանը իր բանը աշխատացնել, բռնապետական համակարգի խավիկը աշխատացնել, որի բանը կանխման համար պետք է արդեն այլ կառույցների հետ համագործակցություն, միջազգային կառույցների հետ համագործակցություն, որպեսզի միջազգային կառույցների միջոցով կարողանանք զսպենք այս process-ը։ Եթե մենք չզսպեցինք, նույնիսկ տարի-տարուկես հետո դուք Հայաստանը աներևակայելի փոխվելու է, դուք չեք պատկերացնում։ Աներևակայելի է փոխվելու։ Մենք հիշել ենք խորհրդային միության ժամանակները։ Դուք չեք պատկերացնում, դա մենք գնում ենք այդ ճանապարհով։ Խորհրդային միության ժամանակներում կար անվտանգություն, տեսեք, ես եկելի շեղվում եք, ես խորհրդային միության ժամանակները նկատի ունեմ քաղաքական համակարգի մասին է խոսքը։ Խորհրդային միության ժամանակների չեմ ասում այլ բան, քաղաքական համակարգ, Հյուսիսային Կորեա, ասենց ասեմ, որպեսզի պարզ լինի։ Այսինքն մենք, եթե մենք հիմա չկարողանանք կանխենք այս process-ը, համար եմ ասում, այս հանձնախմբի ստեղծման գլխավոր պատճառը դա է եղել։ Եվ եթե նկատել եք, այս հանձնախմբի մեջ շատ տարբեր հայացքներով մարդիկ են եկել, տարբեր քաղաքական հոսանքներից մարդիկ, որը շատ կարևոր է, որովհետև հիմա չկա քաղաքական հոսանքների մրցակցություն, դա կներեք դեգեներատները կարող մտածեն, որ կարելի է մենք քաղաքական այս մի քաղաքական ուժ, ես եմ, իսկ քաղաքական ուժ ես եմ։ Դա դեգեներատներ են, դրանք անգրագետ կլանային մտածող, էգոցենտրիկ շրջանակներ են, որոնք չեն հասկանում ընդհանրապես Հայաստանի առաջ վտանգները։ Հիմա կա խնդիր մեծ համախմբման, որպեսզի կարողանանք կանխենք այս վտանգը, դա մեծ վտանգ է իրանից ներկայացնում։ Ցավոք սրտի հայտարարությունների մակարդակից են կողմ չի գնում։ Ես դրա համար եմ ասում, ոչ ընտրություններից առաջ, ոչ նախորդ ընտրությունների, ոչ հիմա հայտարարությունները գիտեք ինչին է նման։ Ոնց եմ ասում, պատկերացրեք մի հատ բարեկամություն ունեք, մոտավորապես 20-25 հոգյանց բարեկամություն ունեք, որոնք իրար չեն շփվում։ Բայց իրանք կարող են շփվել տարին կամ 2 տարի մեկ, երբ որ մեկը մեռնի։ Մեկը մեռնում է, գալիս են քելեխին, իրար ճանաչում են, ցավակցում են, նորից գնում են իրաց գործերով, էլ չեն շփվում։ Հաջորդ 2 տարի մի հատ ուրիշ մարդ է մեռնում, գալիս են կամ մեկը ինչ-որ ծնունդ է տալիս, գալիս են, այսինքն էս է մեր քաղաքական դաշտը։ Մեր քաղաքական դաշտը իրանից ներկայացնում է ասենց հերրու բարեկամների մի հատ համակարգ, որտեղ բոլորը բոլորին խանդում են, բոլորը բոլորին չեն սիրում, բոլորը բոլորին, չգիտեմ, ինչ են անում, բայց ձևականորեն երբ որ մեկին կպտում են, սա հայտարարությունն անում, բայց այդ հայտարարությունը իրանց համար է։ Որտեղ նեղմիտ են, տգետ են, թե իրականում այդ հարազատների օրինակը բերեցիք, երբ որ իրենց ասում են կոնկրետ այս երեխեքի հարցն է, պետք է այս երեխեքին տանեն, չգիտեմ, սպանեն, ինչ, այսինքն չկա այդ դիտակցումը, որ մենք են Ալիևը նոր հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի եւ երբ եւ ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենի հող, ասել է Ալիևը, նա բողոքել է, որ հայ հասարակության մեջ մնում է խոր ատելություն թուրք ժողովուրդների նկատմամբ, տեսեք, ինքը ինչ է անում եւ ինչ է հայտարարում։ Այսինքն այնպես չի, որ Նիկոլովտի հանգիստ նստածն է, արևմուտքն էլ ծափտա, մենք էլ sense ասենք դե ոչինչ, բռնապետություն է, հաց ունենք, կարևոր է հաց ուտենք, այդ հացը չի լինելու։ Այս մարդը ասում է, ես բերելու եմ այդ 300,000 ադրբեջանցի բերելու եմ, 300,000 ես շպրտելու է ատներից լավագույն դեպքում։ Դե դրանից հետո կորոշի մորթել սպանել ինչ։ Անժելա ջան, ես քեզ մի բան ասեմ, տեսեք, ես մի բան ասեմ, պատկերացնենք էլի, եթե քո ժողովուրդը չունենա լուրջ մակարդակի վերնախավ, այս վերնախավ ունենա, այս տնաբույց գաբառական, անգրագետ վերնախավ, որոնք ոչ միայն գիրք չեն կարդացել, իրանք արհամարում են նաև գիրք կարդացողներին։ Այդ մարդիկ անգրագետ են։ Անգրագետ մարդուց ոնց կարելի է քաղաքական վերնախավ ընկալել։ Այդ մարդիկ անգրագետ են։ Բայց ժողովրդի մի շերտ է կար, որ փորձում ես բացատրել, ասում ես, գոնե ի վիճակի ես 3 րոպեից լսելու, ասում է, չէ, ես կողմնորոշել եմ ու ես քեզից խելոք եմ, ես ամեն ինչ գիտեմ, ես գնալու եմ անեմ, բա դու այդ շերտն էլ ունես ու շատ են։ Մի բան արեք, հա, այս ժողովուրդը, որի պես ես մի ժողովուրդ ունեք, իրանք էլ ժողովուրդը մի կողմ թողնեք։ Եթե պատերազմից հետո գնացել է, ընտրել է, եթե Արցախ կորցնելուց հետո ընտրել է, եթե օկուպացված տարածքներից հետո ճիշտ են ասում, կա 100 մարդ, որ ընտրել է, գոնե մի ասեք էլի ժողովուրդը սենց կամ ժողովուրդը։ Ես քեզ մի բան ասեմ, էլի,
չեմ Չի ընտրել պատերազմից հետո։ Չի ընտրել պատերազմից հետո։ Հիմա դուք անընդհատ ինձ բերում եք հին հարցադրումներ տալիս եք, արդեն այդ հարցադրումները մաշված հարցադրումներ են։ Կամ պետքա որոշում կայացնենք մի րոպե, կամ պետքա մենք որոշում կայացնենք, որ վերնախավն է մեղավոր, կամ պետքա ժողովուրդն է, եթե ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է մեղավոր։ Ուրեմն մենք ապրիորի դնում ենք, որ քանի որ ժողովուրդը մեղավոր է, ժողովուրդը պետքա վերանա։ Ես դրա համար եմ ասում, իմ պատկերացմամբ ժամանակակից աշխարհում։ Չէ, իհարկե վերնախավն էլ է մեղավոր։ Նայեք, իմ պատկերացմամբ ժամանակակից աշխարհում, դա իմ պատկերացումը չի մենակ։ Ժողովրդին ձևավորումը սեփական վերնախավը։ Եթե ժողովրդին սեփական վերնախավը չի կարողացել նորմալ ձև, ուրեմն մեղավորը վերնախավն է։ Այսինքն ապրիորի միշտ մեղավոր է վերնախավը եւ ապրիորի երբևիցե ժողովուրդը մեղավոր չի։ Եթե դուք ընդունում եք, որ ժողովուրդն է մեղավոր, իսկ ժողովուրդը դա գլխավոր աղբյուրն է իշխանության, դա նշանակում է դուք ասում եք, որ Հայաստանը ապագա չի կարող ունենա։ Այդ է խնդիրը։ Այսինքն մենք ես դրա համար քեզ առաջարկում եմ հետեւալ փոխի ուստանովկան մտածողությամբ, որովհետեւ եթե դու մտածես, որ ժողովուրդը մեղավոր է պուպուշ վերնախավի պայմաններում, Դու ասես որ վերնախավը մեղավոր չի, վերնախավն է այդպեսի, ո՞նց եմ ասում, ժողովուրդին ձևավորում է վերնախավը։ Ինչպես որ ձևավորում է, տենց էլ ժողովուրդը լինում է։ Չկա խելոք կամ անխել ժողովուրդ, կա խելոք կամ անխել վերնախավ, որը ձևավորում է համապատասխան ժողովուրդ։ Եվ դու պահանջը կարաս ունենաս վերնախավից այդ որտեղ ժողովուրդ։ Եթե դուք ասում եք ժողովուրդը ասենց է, ուրեմն ապագա չկա, հիմա նույնը դուք էլ հիմա հիմնավորում եք, որ չէ, սպասեք, դուք հիմա հիմնավորում եք, որ ամեն ինչ վերնախավից է կախված, դե հիմա վերնախավն է ձեր ասելով սպառել է, չգիտի, ինչ անի, հետեւաբար էլի մեռնելու ճանապարհը։ Չէ, ես դրա համար եմ ասում, ասում հետեւյալը, եթե հիմա այս պայմաններում վերնախավի մեջ գեներացիա չունի կամ նոր վերնախավային գեներացիա չառաջանա։ Դուք սպառել է իրեն։ Այս վերնախավը այս ձևով սպառել է, բայց ամենանդատ սպառում է, չէ՞, դուք տեսեք, մենք 90-ականին մեկ այլ վերնախավ ենք ունեցել, 2000-ականին այլ վերնախավ, հետո անընդհատ վերնախավերը փոխվում են, չէ՞։ Հիմա նոր վերնախավ է եկել, այսինքն ամեն ինտրուդուցիոնից հետո նոր վերնախավ է, չէ՞ գալիս։ Բայց այդ վերնախավը ինքը սպասում չի առաջացնում, չէ՞։ Բոլորս էլ հասկանում ենք, դուք էլ եք հասկանում, ես էլ եմ հասկանում, որ այդ վերնախավից սպասում չկա։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, որ եթե մենք կար ժամանակահատվածում չկարողանանք ունենանք նոր վերնախավ, Հայաստանը արդարացիոն դառնալու է Արևմտյան Ադրբեջան։ Շատ բնության օրենքները ամենաճիշտ բանը դա է լինելու։ Ես ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, բայց հիմա հաշվանդելով այն հանգամանքը, որ հիմա ավելի վտանգավոր բաներ կան, որ այս բռնաճնշումները կարող համատարած բոլորին տանեն բան, դա կարող բոլորին կոնսոլիդացնի, որտեվ կներեք նույնիսկ անասունների շարքում, անասունները, երբ որ ասենք այրոցը գալիս է ձիերի եւ եղնիկների բան, բոլորը կոնսոլիդացման փախնում են, չէ՞։ Բոլորը տեսնում են այրոցը բոլորին վտանգ է ներկայացնում։ Հիմա գոնե նատուրալիստական իմաստով մարդիկ այդ վախի բնազդը պետք է ունենան եւ այդ վախի բնազդը պետք է բոլորին կոնսոլիդացնի, որպեսզի կարողանա ստեղծվի համակարգեր, որը կարողանա կանխի այս մամլիչը բռնատիրական, որը գնա առաջ։ Իրանք կարող է չհասկանան, թե ինչ պետք է անեն, ինչ պետք է օրակարգ սարքեն, դա անհույս է տենց, բայց իրանք գիտեն, որ եթե վաղը մյուս օրը սենց գնա, իրանց էլ են տանելու բան։ Այդ վախը իրանց պետք է օգտագործել, որ այդ մարդկանց ասել եկեք կոնսոլիդացվեք, որտեղ վաղը դուք հայտնվելու եք բանտում։ Սա ամենակարևոր հարցը։ Շնորհակալություն։